Վազգեն Սարգսյանի համար, մեր յուրաքանչյուրի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր, Արցախը Հայաստանի անբաժանելի մաս էր եւ արցախահայության իրավունքները ու նրանց շահերը պաշտպանել էր պետք։ Կարողացանք պաշտպանել, ոչ չկարողացանք։ Ինչու չկարողացանք, որովհետեւ մեր տնտեսությամբ, մեր կեցությամբ, մեր արվող ընտրություններով չտարբերվեցինք Ադրբեջանից, որովհետեւ մեր հույսը դրեցինք, չգիտեմ, ինչպես ասեմ, մեր գործընկեր կամ ռազմավարական գործընկեր ոչ բարով ռազմավարական գործընկերոջ վրա, որ նրանց ձեռնատու չի, նրանք ամեն գնով Արցախ պահեն, ոչինչ մի քիչ վատ ապրենք, ոչինչ մի քիչ տնտեսությունը թող հզոր չլինի, ոչինչ մի քիչ կոռումպացված լինենք, իրենց էլ մագարիչներ անենք, բայց Արցախը պահենք, բայց այդ տարբերակը չաշխատեց։ Ես նորից եմ կրկնում, որ Վազգենը Միացյալ Նահանգներ գնաց ներդրումներ բերելու համար, որ Վազգենը Սփյուռքի համաժողովն արեց Սարդարաբադում դա արեց ներդրումներ բերելու համար, իսկ այդ ամեն ինչը արվում էր, որ Հայաստանի տնտեսությունը իր քայլերով կարողանա համապատասխան սպառազինություն եւ տնտեսական հենք ստեղծի բանակի համար, որտեղ Վազգենի ցանկացած ելույթ ավարտվում էր նրանով, որ այս պատերազմը դեռ չի ավարտվել։